երբ պապը պատրաստվում էր գնալ Տերենտի դղյակը, եղանակը հանկարծ փոխվեց, պարզ երկինքը ծածկվեց մթին, սևաթույր ամպերով, քամի բարձրացավ, կայծակներ փայլատակեցին հեռվում, և ամպերը սկսեցին որոտալ։ Հավնունի իշխանը խորհուրդ տվեց ճանապարհը չընկնել և այդ այցելությունը հետաձգել վաղվան։ Նրան միացան Երեմիան և Բաթը, բայց պապը չհամաձայնեց։ Ոչ, նա կսպասի, ասաց։ Խոստացել եմ, հետևաբար պետք է գնալ։ Իսկ երբ դուրս եկան ճանապարհվելու և պապը տեսավ թիկնապահ զորքը կազմ պատրաստ կանգնած է իրեն ուղեկցելու, նկատեց. Որքան հարմար է, Բաթ, այս այցելությունը կատարել թիկնապահ գնդով։ Դա չի նշանակի զորքից նույնպես հյուրասիրեք։ Բավական է մեզ ուղեկցի մի 10 զինվոր գնելի հետ միասին։ Բաթը գտավ, որ ցանկալի է թիկնապահ գունդը կա ոչ թե հյուրասիրության ու շուքի, այլ ապահովության համար։ Մանավանդ, բացատրեց նա, գունդը իշխանի տանը ևս թողելն անհարմար է, քանի որ իրենք ճանապարհը շարունակելու են դեպի հարավ։ Գունդը կուղեկցի մեզ, բայց դղյակ չի գա, ասաց Բաթը։ Այդ դեպքում, ինչպես գիտես, հարցը փակեց պապը։ Եվ Բաթը կարգադրեց գնելին զորքով ուղեկցել իրենց անտառի միջև դղյակի մոտերքը, ապա գունդը թողնել անտառում, այնուհետև ճանապարհը շարունակելու։ Թագավորին ճանապարհ դնելու համար դուրս էր թափվել իշխանական դղյակի ամբողջ բնակչությունը, ծերիշխանի և պարավ իշխանուհու գլխավորությամբ։ Երբ թագավորը հրաժեշտ տվեց իշխանին և նրա գերդաստանին և նժույգը շարժեց առաջ, բոլորը միաբերան կանչեցին. «Բարի ճանապարհ արքային, բարի ճանապարհ»։ Հավնունի իր որդիների հետ ձիավորված ուղեկցեց թագավորին մինչև անտառ և հրաժեշտին ասաց. «Երջանիկ կլինեի արքա, եթե վերադարձիդ նորից իջևանեիր իմ հարկի տակ»։ Շնորհակալություն իշխան, եթե վերադարձիս ուղին անցնի այստեղով, սիրով պիտի գամ քո հյուրընկալ տունը։ Ճանապարհը սկզբում ընթանում էր հարթ դաշտով, ցորենի հասած ու մասամբ հնձած արտերի արանքով, ապա մի քանի բլրակներից վեր ու վար անելով մտավ անտառ, ուր նրանց դիմավորեց անտառային հաճելի բուրմունքը։ Չնայած այնտեղ ալեկոծություն էր արդեն, քամին մերթանդարտ օրերում մերթ ծայրացած իրարով էր տալիս ծառերի կատարները և մերթ սուրում ու բվում էր, մերթ էլ գազազած ուզում էր ասել գզգզել նրանց։ Իսկ վերև որոտն ու փայլակները շարունակում էին ընդմիջումներով, և ճանապարհը, թեև սաղավարտավետ ծառերով հովանավորված, ժամանակ առ ժամանակ լուսավորվում էր արտակարգ ուժեղ կուրացուցիչ լույսերով։ Թվում էր տեղատարափ հեղեղ է լինելու, բայց անձրև չէր գալիս, անգամ կաթիլներ չկային։